Ապրիլի 24-ին հայերը հիշում են ցեղասպանությունը։ Այս պլանում ինչ-որ մեկը ուզում էր այդ հիշողությունը դարձնել ապացույց հենց հայերի դեմ։ Սա ավելի լայն Երևան-Վան նախագծի հիշատակի օժ գործողությունն է։ Արտահոսած նյութերում նկարագրվում է փողոցային գործողություն Փարիզում, ապրիլի 24-ից մեկ գիշեր առաջ, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատնների մոտ։ Գաղափարը հիշատակը չէր, գաղափարը սադրանքն էր։ Ըստ պլանի, խմբերը պետք է փակցնեին 1000 սթիքեր հանրային վայրերում, դեսպանատնների շրջակայքում, դռների վրա, անցումներում, նույնիսկ զուգարաններում։ Սթիքերների վրա պետք է լիներ հայկական անմոռուկի նշանը և «հիշում եմ» և «պահանջում» բառերը, հայերեն և անգլերեն։ Դրսից դա պետք է երևար որպես հայկական ազգայնական ակցիա, բայց մանրամասները ցույց են տալիս բեմադրություն։ Խումբը պետք է կազմված լիներ 6 մարդուց, Խորվաթիայի և Բուլղարիայի քաղաքացիներից։ Նրանց ըստ նյութերի պետք է ասվեր, թե պատվերը գալիս է Դաշնակցությունից։ Սթիքերները պատրաստվել էին Սերբիայում։ Գործողության ժամկետը գիշերը 11-ից մինչև առավոտյան 6-ը։ Կատարողները պետք է վերադարձնեին առնվազն 600 հստակ լուսանկար, մոտիկ կադրեր և փողոցների լայն տեսարաններ։ Անձնական հեռախոսներն արգելված էին։ Միանգամյա հեռախոսներ, կանխիկ վճարումներ, վարձով տուն, վարձով մեքենա։ Սա ակտիվիզմ չէ, սա գործողություն